Հարցից հարգելի գործընկերներ, սկսում ենք հաստատ Պրեմիեր լիգայի Փյունիկ Ուրարտում հանդիպման խաղային մամուլի ասուլիսը թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանի հետ։ Սկզբում մարզիչը կխոսի հանդիպման մասին, որից հետո բաժանված։ Նախ շնորհավորում եմ Արտակ Օսյանին, իր թիմին, ավելի քան արժանի հաղթանակի համար։ Մենք այսօր թե գնդակով, թե առանց գնդակ անում ենք այն, ինչ ընդհանրապես ոչ մարզել ենք, ոչ խաղացել ենք ու կարծում եմ, եթե չլիներ Դրագոևիչը, մենք ավելի շատ գոլեր բաց կթողենք։ Չնայած ֆուտբոլ է, առանց հարվածի լինում է, որ թիմը հաղթում է, վերջում կարող էինք 2-2 այսպես ասած պոկել ոչ ոքին, բայց չստացվեց։ Ամոթալի վատ ֆուտբոլ խաղացինք։ Պարոն Արզումանյան, դուք եք նշեցիք իհարկե խաղի որակի հետ կապված, կուզեմ ավելի շատ մանրամասնել, որտեղ ես անկեղծած ամբողջ սեզոնի ընթացքում չեմ նշում, որ Ուրարտում թոփ խաղում նման հանդիպում անցկացնել։ Ինչն է պատճառը, Նարեկ Աղասյանի բացակայությունը իհարկե ահռելի է զգացվում, բայց արդյոք մենք դրանով կարող ենք արժանավորվել դաշտի կենտրոնում այդպիսի բաց է։ Չէ, Նարեկ Աղասյանի բացը միանշանակ զգացվում է, մեզ մոտ յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է, բայց այսպիսի խաղ ես ինձ թվում է ամփոփ ասեցի, որ ֆուտբոլիստներն էլ մենք չենք մարզել, չենք մարզում, չենք խաղում այսպիսի խաղ։ Խնդիրը մեկ ֆուտբոլիստ չէր, երկու ֆուտբոլիստ չէր, երեք ֆուտբոլիստ չէր, բոլորս վատ խաղացինք ու պետք է թե գնդակով, թե առանց գնդակ խաղի։ Այստեղ Նարեկ Աղասարյանի դերը շատ մեծ է մեր թիմում, բնականաբար, բայց այս խաղը մեկ ֆուտբոլիստի խաղ չէր։ Պարոն Արզումանյան, արդյոք կար անակնկալի գործոնը, որովհետև Թյունիկը սովորաբար ուժեղ թիմերի դեմ այդքան ագրեսիվ չի լինում արժևի գծում։ Այսօր հենց խաղի սկզբից ագրեսիվ էր խաղում։ Չէ, չեմ կարծում, մենք շատ մեծ ճնշման տակ, ավելի մեծ ճնշման տակ, դրանից ավելի մեծ ճնշման տակ միշտ խաղացել ենք, դուրս ենք եկել պրեսինգից, պատրաստ էինք Փյունիկի թե պրեսինգին, թե միջին զոնայում կդիմավորեր, թե ավելի ցածր կխաղար, խնդիրը անակնկալը չէր, խնդիրը մեր խաղի անակնկալն էր։ Մենք մեզ անակնկալ մատուցեցինք։ Հարձակողական խաղալ այդ տեսանկյունից։ Չեմ կարծում, սխալներն այնքան շատ էր, թե գնդակով, թե առանց գնդակի, գրեթե յուրաքանչյուր ֆուտբոլիստի մոտ։ Շնորհակալություն։